Պետ հարգելի գործընկերներ, կառավարության 2023 թվականի նոյեմբերի 2-ի 18:90 որոշմամբ սահմանվել է մասնակցային բյուջետավորման գործընթացը և կանոնակարգվել են դրա շրջանակում առաջացող հիմնական հարաբերությունները, ծրագրային առաջարկների ներկայացման, հանրային քննարկման և քվեարկության, սուբվենցիոն հայտերի մշակման ու համաձայնեցման, ինչպես նաև ծրագրերի ֆինանսավորման ընթացակարգերը։ Առաջին 2 տարիներին համակարգը ներդրվել է պիլոտային սկզբունքով և այս որոշման շրջանակում փորձում ենք շտկել այն խնդիրները, որոնք արձանագրել ենք պիլոտի իրականացման ընթացքում, ինչպես նաև ծրագիրը դարձնել մշտական։ Հիմնական փոփոխությունները վերաբերվում են քվեարկության մեխանիզմի հստակեցումներին, գործող կարգավորումներում լիարժեք հաշվի առնված չէ համայնքի խոշոր և փոքր բնակավայրերի միջև մրցակցային հնարավորությունների տարբերությունները, ներկայումս քվեարկության յուրաքանչյուր մասնակից կարող է քվեարկել առավելագույնը 3 առաջարկի օգտին, անկախ նրանից, թե դրանք վերաբերում են համայնքի նույն թե տարբեր բնակավայրերի։ Միաժամանակ, անկախ բնակավայրի բնակչության թվաքանակից առաջարկների անցողիկ նվազագույն շեմը սահմանված է համայնքի քվեարկելու իրավունք ունեցող բնակչության 1%-ի չափով։ Առաջարկվող փոփոխություններով սահմանվում է, որ քվեարկության մասնակիցը կարող է քվեարկել առավելագույնը 3 առաջարկի օգտին, եթե դրանք վերաբերում են համայնքի տարբեր բնակավայրերին։ Նույն բնակավայրի համար ներկայացված առաջարկների դեպքում հնարավոր է քվեարկել միայն մեկի օգտին։ Առաջարկների համար նվազագույն անհրաժեշտ քվեների շեմերը սահմանված են բնակավայրի չափից ելնելով։ Համայնքի քվեարկելու իրավասություն ունեցող բնակչության 1%-ը, եթե առաջարկը վերաբերում է մինչև 5000 բնակիչ ունեցող բնակավայրին, և 2%-ը, եթե առաջարկը վերաբերվում է 5000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրին։ Նշված փոփոխությունները միտված են հավասարակշռելու բնակավայրերի մրցակցային հնարավորությունները և բարձրացնելու փոքր բնակավայրերին վերաբերվող առաջարկների մրցունակությունը։ Կարգավորվում է նաև տվյալ տարում չավարտված ծրագրերի ֆինանսավորման հարցը։ Նախատեսվում է հնարավորություն ստանալ ծրագրերի փաստացի չիրականացված մասի պետական ֆինանսավորման համապատասխան չափաբաժինը, եթե ծրագիրը առնվազն 70%-ով իրականացված և ֆինանսավորված է բյուջետային տարվա նախավերջին աշխատանքային օրվա դրությամբ։ Արդեն սկսած ծրագրերի ավարտի վերջնաժամկետը կարող է երկարացվել առավելագույնը 6 ամսով։ Միաժամանակ նախատեսվում են տեխնիկական և ընթացակարգային բնույթի կարգավորումներ, ինչպես արդեն ասեցի, 26 թվականից մասնակցային բյուջետավորման գործընթացը դառնում է մշտական և տարածվում է այն համայնքների վրա, որոնք սահմանված են տվյալ տարվա պետական բյուջեի հավելվածով։ Գործընթացը համայնքներում սկսվում է նախորդ բյուջետային տարվա ընթացքում, իսկ սուբվենցիայի հայտերի վերջնաժամկետը սահմանվում է մինչև մարտի 1-ը, ներկայիս ապրիլի 1-ի փոխարեն, ինչը հնարավորություն է տալիս ավելի երկար ժամանակ հատկացնել ծրագրերի իրականացման համար։ Սուբվենցիայի պայմանագրերում ամրագրվում են ծրագրի նպատակը, տևողությունը, ցուցանիշներն ու արդյունքները, ֆինանսավորման չափն ու համաֆինանսավորման պահանջը, ինչպես նաև ծրագրի վերահսկողության և հաշվետվության կարգը։ Հաշվի առնելով նախորդ տարիների արդյունքները և առաջարկվող նոր կարգավորումները, ակնկալվում է, որ մասնակցային բյուջետավորումը կշարունակի զարգանալ որպես արդյունավետ գործիք, խթանելով համայնքների կայուն զարգացումը և բնակիչների ակտիվ ներգրավումը համայնքային առաջնահերթությունների ձևավորման, որոշումների կայացման և իրականացման գործընթացում։ Շնորհակալություն, խնդրում եմ հաստատել։ Պարոն նախարար, իսկ սկզբնական բովանդակությունը մի հատ ավելի պարզ կբացատրեք, բայց մենք ինչ նպատակ ենք հետապնդում։ Մասնակցային բյուջետավորմամբ համայնքների բնակիչները հնարավորություն ունեն առաջարկել նախագծեր իրենց համայնքներում բյուջետավորման և համայնքի բնակիչները կարող են քվեարկել, այսինքն ոչ թե կարող են, այլ քվեարկում են այդ նախագծերի օգտին։ Ես ուղղակի մի քանի թիվ կուզենամ հնչեցնել։ Մենք 2024-ին այս ծրագիրը իրականացրել ենք 4 համայնքում, 25-ին 21 համայնքում, 26 թվականից իրականացնում ենք 52 համայնքում։
Առաջի տարում ունեցել ենք 17 առաջարկ, երկրորդ տարում ունեցել ենք 178 առաջարկ, միջին առաջարկների թիվը կազմում է 9։ Եվ մասնակցությունը նաև քաղաքացիների, բնակիչների մեր համայնքի, եթե առաջի տարում եղել է 4%, երկրորդ տարում արդեն եղել է 12%։ Սա կարևոր ժողովրդավարական մեխանիզմ է, մեր համայնքի բնակիչների մասնակցությունը իրենց համայնքի առօրյա խնդիրներին ավելի ակտիվ դարձնելու համար։ Եվ մենք այս հանձնառությամբ առաջ ենք գնում եւ ամեն տարի մինչեւ հիմա մենք կրկնապատկել ենք այն գումարը, որը մենք մասնակցային բյուջետավորմամբ հատկացնում ենք որպես սուբվենցիա համայնքներին եւ իմ անձնական նաև տպավորությունը նա է, որ մենք պետքա շարունակենք մեծացնել մասնակցային բյուջետավորմամբ այս սուբվենցիաների տրամադրումը եւ ակտիվացնելու մեր քաղաքացիներին մի կողմից, որպեսզի իրենք մտածեն, թե ինչ հետաքրքիր լուծումներ կարող են գտնել իրենց համայնքի տարբեր խնդիրներ լուծելու համար, եւ մյուս կողմից ակտիվացնեն նաև մյուս բնակիչներին, որպեսզի քվեարկեն այս կամ այն լուծման օգտին։ Իսկ այդ քվեարկությունը ո՞նց է ազդելու համայնքի իշխանությունների որոշումների վրա, թե մենք դեռ ուղղակի հանրայնացնում ենք ցանկությունները, հետագայում կանրադառնանք, թե ինքը իմպերատիվ է դառնում։ Համեցեք, պարոն Խոդաց։ Պարոն Գրիգորյան, արգելի գործընկերներ, համայնքի ղեկավարը այդտեղ որոշում կայացնելու այլ լիազորություն չունի, քան ընդունել են որոշումը, որ եղել է քվեարկության արդյունքում։ Ենթադրենք առաջարկվում է համայնքի բնակիչների կամ համայնքի բնակիչների խմբի կողմից ծրագրեր, այդ ծրագրերը համայնքի ղեկավարը այլևս մոնիտորինգի ենթարկելու իրավասություն չունի, եթե այն տրամաբանության մեջ է, որը հաստատված է, իսկ հաստատված տրամաբանության մեջ համայնքային նշանակության ենթակառուցվածքներն են մտնում, օրինակ դպրոցի ծրագիր չի կարող առաջարկել։ Դրանից հետո ծրագիրը դրվում է քվեարկությամբ եւ եթե ծրագիրը անհրաժեշտ թվով ձայներ է հավաքում, համայնքի ղեկավարը կամ ավականին այլևս իրավասություն չունեն ընտրեն այդ ծրագրերից, որի շինաշխատանքները մեկնարկեն։ Այստեղ իրանց գործառույթը կազմակերպչական գործառույթ է եւ նայել, որ ընդհանուր կարգին համապատասխան լինի, այսինքն համայնքային նշանակության ենթակառուցվածքներ։ Իրոք շատ լավ գաղափար է, բայց այդ ընդհանուր թվի բանաձևը ո՞նց է աշխատում, այսինքն ինքը ինչ թիվ պիտի լինի, էլի կոլեկտիվ այդ որոշումը։ Ինչպես արդեն ասեցի, այս ընթացիկ որոշման մեջ բնակիչների մի տոկոսը պետք է քվեարկի այդ ծրագրի օգտին, որպեսզի համայնքի բնակիչների, հիմա արդեն տարբերություններ ենք դնում, ասում ենք, եթե այնպիսի բնակավայր է, որը ունի 5000-ից ավել բնակիչ, ապա 2% պետք է քվեարկի, եթե 5000-ից պակաս բնակիչ ունի, ապա 1%, որովհետև անցած տարի օրինակ խնդիրներ էին եղել, որովհետև մեր հիմա խոշորացման հետևանքով կան մեծ բնակավայրեր եւ փոքր բնակավայրեր, եւ փոքր բնակավայրերը, որոնք նախագծեր էին ներկայացնում, իրենց ձայներ չէին ստանում, որտեղ քվեարկողների մեծ մասը այդ մեծ բնակավայրում էին ապրում, եւ հիմա այսպես տարբերություն ենք դրել նաեւ, որ չի կարող նույն բնակավայրի երկու ծրագրի քվեարկել, փորձել ենք լուծել այս փոքր բնակավայրերի քվեարկության հետ կապված հարցերը, իհարկե նաեւ այս տարի կհետևենք այդ քվեարկության ընթացքին եւ նաեւ մեր բնակիչների արձագանքներին տեսնելու արդյոք այս առաջարկված մեխանիզմը լուծել է այն խնդիրները, որը մենք ունեցել ենք անցած տարի։ Չէ, լավ մեխանիզմ է, ուղղակի իր վրա պիտի շարունակենք աշխատել, որովհետեւ այստեղ իից մի բան անհանգստացնում, այդ խումբը մարդկանց այնուամենայնիվ որակյալ գնահատական տալ գաղափարին դա բավականին բարդ աշխատանք է։ Հիմա այո, ցանկությունը կարելի է իդենտիֆիկացնել, այդ ցանկությունը կդառնա պարտադիր համայնքային իշխանության համար, բայց այդ ցանկության գնահատականը փողային ով եւ ինչպես է տրվում, դա մի քիչ ես լավ չհասկացա, բայց երևի հետագայում ուղղակի պիտի կատարելագործել, էլի, որովհետեւ օրինակ ես որպես համայնքի բնակիչ կարող եմ լավ չպատկերացնեմ իմ գաղափարը ինչ արժի իրական կյանքում։
եւ այդ իմաստով կարող է իմ գաղափարը ու բյուջետային հնարավորությունները լուրջ խզվեն ու մարդիկ մտածեն, որ իրանց քվեարկությունը անիմաստ է։ Ոչ մի դեպքում դա պիտի թույլ չտանք։ Եթե նույնիսկ այնպես խնդիր կա, պիտի մարդկանց բացատրել, որ էսա պրոբլեմա շարունակեք աշխատել եւ մտածել գաղափարի շուրջ։ Պարոն Սանասյան, համեցեք։ Երբ որ բանկան առաջարկ է լինում համայնքի կողմից, բնակիչների կողմից նախնական գնահատում է իրականացնում համայնքը։ Այսինքն արկա բյուջեի պայմաններում հնարավոր է արդյոք այդ աշխատանքը կատարել, թե ոչ։ Եթե նախնական գնահատումից հետո պարզվում է հնարավոր է, դա դրվում է քվեարկության եւ քվեարկվելուց հետո արդեն համայնքը իր պատվերով նախագծանախաշվային փաստաթղթեր է պատվիրում տվյալ աշխատանքի համար։ Տեսականորեն օրինակ, եթե մեր ամբողջ բյուջեի այն համամասնությունը, որը հանրապետության X համայնքին է բաժին ընկնում, օրինակ 50 միլիոն դրամ է պայմանական ասած, օրինակ չի կարող համայնքի բնակիչը կամ բնակիչների խումբը 1 միլիարդ դրամ արժողությամբ մարզադպրոցի կառուցման գաղափար տալ։ Դա այդ նախնական գնահատման փուլում դուրս կգա քվեարկության չի դրվի։ Հասկանալի է, իսկ որ հարթակում է այդ քվեարկությունը տեղի ունենում։ Համայնքները իրենց կայքերում ունեն հարթակներ դրված, որը ձևավորված է մեր միջազգային գործընկերների կողմից։ Այսինքն համայնքների կայք էջերի վրա կարելի է տեսնել։ Բացի դրանից ասեմ պարոն Գրիգորյան, որ այս բոլոր համայնքները, որոնք մասնակցում են, այսինքն տարեստարի ավելանում են, դրանք այն համայնքներն են, որոնք արդեն այս process-ի միջով մի անգամ իրանց ուժերով անցել են։ Այսինքն իրանք ունեն փորձ այս քվեարկությունը կազմակերպելու։ Շատ լավ, շնորհակալություն, պարոն նախարար։ Պարոն Խուդայցյան, դուք ընթացքից գոհ եք, ինքը կիրառական է մի խոսքով, ձևական չի։ Բանկան ձևական չի, ամենքան ենթակառուցվածքների զարգացման ուղղված մեր ամենապոպուլյար նախագիծը դառնալու հնարավորություն կա։ Իհարկե պետական համաֆինանսավորման ծրագրի մասշտաբները շատ ավելի մեծ են եւ այդ ծրագիրն է այս պահին դոմինանտ, բայց ակնհայտ է, որ սա հետաքրքրություն է առաջացնում, որովհետեւ բնակիչները կամ բնակիչների խումբը կարող են թիրախային ուրեմն խնդիրներ առաջ բերել եւ երբ որ մենք մոնիտորինգ ենք անում, դրանք հիմնականում վերաբերվում են մարզական եւ ժամանցային ենթակառուցվածքներին։ Տեսակարար ամենամեծ կշիռը այս աշխատանքում ունեն մանկապատանեկան ֆուտբոլի դաշտերը արհեստական խոտածածկով։ Մենք ընթացս նաև մոնիտորինգ ենք անում որակական մասը, պարոն նախարարի նշած փոփոխությունը տարեվերջին ֆինանսավորումը տեղափոխել մյուս տարի, ինքը իրականում այս մասով բարեփոխում է, որովհետև մենք նախորդ տարվա վերջում ունեինք խնդիր, երբ որ աշխատանքների 90%-ներ ավարտվել, 95%-ներ ավարտվել եւ այդ մեխանիզմը չէր աշխատում համայնքին փոխանցելու։ Մի կողմին համայնքը պիտի կամ առանց կատարած աշխատանքը վերցներ, ֆինանսը պահեր իր մոտ վճարեր, ինչը մեր համար ցանկալի չէր, որովհետև կարգի խախտում էր, կամ այդ վճարման կտորի վճարելը մնում էր այլևս համայնքային բյուջեի վրա որպես ծանրաբեռնվածություն։ Այս փոփոխությամբ կկարողանանք հիմնական արած 70 եւ ավել տոկոս կատարողական ներկայացածի դեպքում ծրագիրը տեղափոխել այնպես, ինչպես սուբվենցիոն մեր աշխատանքները։ Բայց Երևան քաղաքը այս ալգորիթմի մեջ չկա։ Երևան քաղաքը այս ալգորիթմի մեջ չկա, ելի են տրամաբանության, որով չկա պետական համաֆինանսավորման ծրագրի տրամաբանության մեջ։ Մենք Երևանում ֆինանսավորման այլ տողերով ենք այնտեղ աշխատանքներ իրականացնում, որի հիմնական պատվիրատուն Երևանի քաղաքապետարն է, չնայած 2025 թվականից մենք արդեն նաև ճանապարհային դեպարտամենտով ենք Երևանում աշխատանքներ իրականացնում եւ այս տարի անելու ենք։ Կարելի է քննարկումներ սկսել։ Այնուամենայնիվ ինքը մշակույթը կոմունիկացիայի շատ լավն է, այս կարծում եմ։ Շատ լավ, կարող ենք առաջարկել Երևանին առաջին տարով համայնքային բյուջեով իրականացնել, ինչպես բոլոր մյուս համայնքների դեպքում։ Պարոն Հովհաննիսյանը երբ որ նշում էր, որ համայնքները փորձ ունեն, դա հետեւյալի մասն էր, որ համայնքները մի անգամ իրենց բյուջեի միջոցով առանց պետական բյուջեի համանման ծրագիր իրականացել են։ Կարող ենք այնտեղից սկսել։ Շատ լավ, շնորհակալություն, պարոն Խուդայցյան։ Խնդրեմ, հարգելի գործընկերներ կան հարցեր, առաջարկություններ, խնդրեմ։ Մի փոքրիկ դիտարկում էլ անեմ, պարոն Գրիգորյան, ձեր թույլտվությամբ մենք մեր միջազգային գործընկերների հետ երբ որ խոսում ենք, այս մասնակցային բյուջետավորման ներդրման հետ կապված, ընդհանուր դիտարկումը նա է, որ Հայաստանը մեր նման երկրների հետ միասին ավելի ուշ է սկսել
բայց ամենաարագն է առաջ գնում այս ուղղությամբ, ինչը շատ ուրախալի է մեզ համար։